Ես մի հարց կարելի է ձեզ ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պետական միջոցառումներ չեն իրականացվելու ձեր կարծիքով ինչու։ Եթե պետություն լիներ, միջոցառումները կլիներ։ Ամերիկայի պրեզիդենտը հիշատակում էր դուրը։ Աշխարհի 67 երկիր ճանաչել է հայոց ցեղասպանությունը։ Մենք ուրանում ենք։ Բավարար չեք ուրի։ Չի կարելի անցյալը մոռանալ։ Անցյալը մոռացողը ամեն ինչից զրկել է։ Միջև հիմի դրանք թուրքերը սարին հիշում են որ հայեր դրանք չարտել։ Բայց մենք մոռանանք որ միլիոն ու կես հայ մորթվի։ Ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումները այս տարի պետական մակարդակով չեն Չեղարկվել են, ոնց հասկացած էր հարցի իմաստը այն է, որ ասենք պետական մակարդակով չեղարկվել է ցեղասպանության 110-ամյակի տարելիցի նշումը։ Ես եթե հարցը ճիշտ հասկացա, տվյալ դեպքում ես բացասական կգնահատեմ չեղարկումը, ինչու, որովհետև նման փաստը երբեք չի կարող մոռացվել ժողովրդի մարդկանց կողմից։ Հետևաբար, որպես երկրորդ, երրորդ սերնդի ժառանգ կարող եմ ասել, որ նման իշխանության վերաբերմունքը տվյալ հարցին դրական լինել չի կարող, այսինքն այն չէր կարող չեղարկվել, այն պետք է շարունակ նշվեր տվյալ 110-ամյակի տարելիցը։ Ես կարող եմ սխալ քայլ համարել, այդքան բան։ Ճիշտ չի։ Ոնց կարելի է պապի հետ կապված այդ ոնց ասում են վայրակ վերաբերմունքը մեր սերունդի կողմից մոռացվել, դա աբսուրդ է։ Այդ պետք է նշվեր։ Այսինքն չեղարկումը տվյալ դեպքում 110-ամյակի նշումը չեղարկումը կառավարության անդամների կողմից սխալ քայլ է։ Գիտեք, որ ցեղասպանության 110-րդ տարելիցն է այս տարի։ Դա գիտեմ։ Տարելիցին նվիրված պետական միջոցառումներ նախատեսված չեն, ձեր կարծիքով ինչու։ Նայած, բայց որտեղ կա, գիտեք կա։ Օրինակ մենք ակադեմիայում միշտ նշում ենք այդ ցեղասպանը։ Ամսու 24-ին, ամսու 25-ին մենք հենց կակրած համերգ ունենք։ Եթե կարող եք գաք պետական միջոցառումներ նախատեսված չեն, այսինքն կառավարության մակարդակով։ Այդ արդեն իրանց չեմ կարող ասեմ ժողովրդյան ամեն մարդ մի բան կմտածի, բայց մեզ մոտ կա ամսու 25-ին ունենք ժամը 2-ին կարող եք գալ, խնդրեմ, այսօր մենք միշտ ամեն տարի անում ենք։ Ասում է, այսպես այնպիսի քաղաքականություն է տանում, որ հրաժարվում է ցեղասպանության պահանջատիրությունից։ Արդյոք այս ամեն ինչը այդ տրամաբանության մեջ է։ Դե ամեն մարդ մի բան կմտածի, Նիկոլը ուրիշ սևի կմտածի, մարդիկ, սովորական մարդիկ ուրիշ սևի կմտածի։ Օրինակ մեր մեջը միշտ այդ ցեղասպանությունը միշտ մտածել ենք, միշտ կա, միշտ հիշում ենք, դες որ դա չգիտեմ, թե ղեկավար մարդը չես կարող ասել ինչ այդպես մտածում։ Այս տարի պետական միջոցառումներ նախատեսված չեն։ Հա, բայց բոլոր ժողովուրդը երի կեշտան ծիծեռնակապեշտ իրանց թուրքը կմատուցեն։ Կեշտան, իրանց չեն նայի ժողովուրդը։ Կեշտան ծիծեռնակապեշտ ծաղիկներով կնշեն այդ օրը։ Այդպեսին ճղկեղնիոց չէ։ Նվիրված միջոցառումներ պետական մակարդակով չեն լինելու, ձեր կարծիքով ինչու։ Դժվար հարց է, այդ հարցը կարևոր, ավելի ճիշտ է տալ կառավարությանը, թե ինչու։ Ինք ավելի լավ իրան։ Իսկ որպես քաղաքացի շատ սխալ է։ Տարերով, տարիներով միշտ պայքարել ենք ու միանգամից մի հոգի մելի որոշով պետք է այդ հարցեր չքննարկվի, իմ կարծիքով սխալ է։ Այս տարի պետական միջոցառումներ չեն իրականացվելու, ձեր կարծիքով ինչու։ Բայց ինչու։ Բայց ինչու չի իրականացվի։ Պիտի իրականացվի։ Եթե չի իրականացվի։ Չեմ կարող ասել, որովհետև իմ մտածելով պիտի իրականացվի։ Ով է այդ խելացին որոշել, որ պիտի չի իրականացվի։
չեմ կարող ասել։ Հարց կարելի է ձեզ ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ այս տարի չեն լինելու, ինչու՞։ Երկրի վիճակն է, բա ինչ ես ուզում դենը։ Երկրի դունենանք որ տունեն է ամեն ինչ։ Ցեղասպանության 110-րդ տարելիցի միջոցառումները պետական մակարդակով այս տարի չեն իրականացվելու։ Ձեր կարծիքով ինչու՞։ Չգիտեմ, երևի թուրքան մեծ քաղաքականության է դրանք։ Այսինքն այս ամեն ինչը ցեղասպանության յուրացման տրամաբանության մեջ է հասկանում։ Դրա մեջ էլ մի քիչ էլ իրավիճակի առումով, չգիտեմ, աշխարհի կռիվը ում է կատարում, հետ էլ կապ ունի։ Գուցե այլ ընտրանքի ճանապարհ չկա, կամ կա, չեն օգտագործում, չեմ կարող ասեմ, մի քիչ մութ է իմ համար ինչա կատարում։ Ինչին այլ ընտրանի չկա։ Ինչին, այսինքն, ոնց ասեմ, դրանով բավարարվենք, եթե հարցի պատասխան չեմ կարող հիմա տամ, ուրիշ հարցի թողնենք։ Ցեղասպանության հետ էր կապված, ձեզ համար արդյոք պարզ է իշխանության վերաբերմունքը ցեղասպանության Իշխանության վերաբերմունքը շատ հարցերում իմ համար իմ կարծիքով բացասական է, բայց կան նաև դրական կողմեր, չգիտեմ, բայց մեծ մասը բացասական է։ Շատ վատ է ու վիրավորական։ Ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված այս տարի պետական միջոցառումներ չեն իրականացվելու, ձեր կարծիքով ինչու՞։ Չեմ կնասել։ Ինչ տպավորություն եք ստանում։ Ուրեմն լավ տպավորություն չէ։ Մենք որ մեր դժբախտյանը բանը ընտած շդանք չարկենք, գոնե հիշելով, չդեմ, լավ բան որ չեմ սկսել։ Դիք սխալ բան է։